Էլի բարին հայերին։ Այսօր էլի ուզում եմ ձեր հետ կիսվեմ իշխանության օրենքներով, բայց մի հատ բան ասեմ, որտեվ հենց արդեն սրվե էս հարցը, որ հարազատ աղբերները արդեն իրար հետ վիճված են, ոչ էլ շփվում են։ Ուզում եմ էլի համերաշխության, հաշտության կոչ անեմ բոլոր հայերով, իրար ներեք, սկսեք ներել, հաշտվել։ Եթե հարցը այդ ընտրությունն է, դրա պատճառով ընթարվում եք ու տարիներով իրար հետ չեք շփվում։ Չի լինի, որ այդ ընտրության ժամանակ գնաք, ընտրեք ձեր ուզած մարդուն։ Ու էլի կանցնի, եթե չէ, էլի նույն ձևով, էլի հայա։ Ինչի իրար չօգնենք, կամ գոնե չվնասենք, արդեն կօգնենք։ Այդ 21 կուսակցություն կամ 21 լրատվական ու բլոգերներ, իրանց համար ուրիշ տեղեկություն կլուսաբանեն, հաստատ, հայեր ջան, մենակ իրարով կարանք ուժեղ լնենք։ Ու այս թեմաներն էլ, որ ես ձեր հետ կիսվում եմ, թե նյարդաբանական մակարդակները, հիմա այս թեմաներից հետո մարդկային գիտակցության զարգացման մասին կպատմեմ, անհատականության տիպաբանության, ու էլի լիքը տենց հետաքրքիր բաներ, որ ձեզ կյանքում կսովորեք հաղթահարել ներկայիս խնդիրները ու ձեռք կբերեք ապագայի համար անհրաժեշտ գիտելիքներ։ Ուղղակի ընդհանուր պատկերացում կազմելով կկարողանաք արդեն վստահորեն գնահատել ձեր անցյալի գործողությունները ու վերահսկել դրանք ներկայումս։ Ու սենց իմ նման ամեն մեկը ինչով կարում է, պետքա կողքի հային օգտակար լինի։ Այդ արդեն, եթե վնաս չտանք իրար, արդեն օգուտ ենք տալիս։ Այս է ուզում էի ուղղակի ես էլ կոչ անեի համերաշխության։ Անցած անգամ մինչև 30-րդ օրենքը ձեր հետ կիսվա, ու մեկ էլ երկու բառ ուզում եմ ասեմ այդ մանիպուլյացիայի վերաբերյալ, մանիպուլյացիայից այդ բառից չարժի վախենալ, որովհետև նայած ոնց ես օգտագործում, որովհետև կա մանիպուլյացիան այնա, որ ինչ որ մեկը անի, ինչ որ դու ցանկանում ես։ Դա առօրյա կյանքում ընտանիքում էլ կարող է լինի դուրսնել, կա որ օգտագործում ենք ինչ որ ռազմավարություն, որտեղ երկուսն էլ հաղթում են։ Այդ արդեն կոչվում է էլի մանիպուլյացիա, բայց բարօրության համար։ Հիմա դրա համար ես ձեր համար պատրաստում եմ նես բաներ, որ ամենտեղ էլ ձեզ պետք կգա։ Լավ, սկսենք 31-րդ օրենքը։ Վերահսկեք բոլոր տարբերակները ու թող ուրիշները խաղան ձեր բաժանած քարտերով, որովհետև իշխանությունը պատկանում է նրան, ով վերահսկում է ընտրություններն ու տարբերակները։ Ստե ընդգծենք, դի ստեղծեք ազատության պատրանք, բայց միշտ մարդկանց ուղղորդեք դեպի այն որոշումը, որը հարմար է ձեզ։ Օրենքի էությունը այն է, որ երբ դուք վերահսկում եք ընտրությունները, դուք պահպանում եք նախաձեռնությունը։ Մարդիկ կարծում են, թե ունեն ազատ ընտրություն, բայց իրականում նրանք սահմանափակված են ձեր կողմից սահմանված սահմաններով։ Սա թույլ է տալիս ուղղորդել նրանց գործողությունները մնալով ստվերում։ Ինչու է սա կարևոր։ Ընտրության ազատությունը պատրանք է։ Եթե նախապես մտածել եք բոլոր տարբերակների մասին, իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս խուսափել անակնկալներից ու ամրապնդել ձեր ազդեցությունը։ Պատմությունից մի օրինակ։ Նապոլեոն Բոնապարտը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, երբ թշնամիները ստիպված էին լինում ընտրել երկու տարբերակից մեկը, որից երկուսն էլ կհանգեցնեին նրա հաղթանակին։ Այս մոտեցումը թույլ տվեց նրան հաղթել բազմաթիվ մարտերում առանց ավելնորդ կորուստների, ինչը մինչև հիմա էլ հիշվում է։ Գործնական խորհուրդ։
առաջարկեք մարդկանց ընտրություն, բայց միայն այն տարբերակներից, որոնք օգտակար են ձեր համար, ու խուսափեք այն իրավիճակներից, երբ ուրիշները կարող են գերազանցել ձեր առաջարկները։ Ուղղորդեք զրույցը կամ իրավիճակը նենց, որ մարդիկ չհասկանան, որ դուք վերահսկում եք նրանց ընտրությունները։ Հիմնական եզրակացությունը այն է, որ ընտրության նկատմամբ վերահսկողությունը իշխանության հիմքն է։ Մարդիկ կարծում են, որ իրենք են որոշում կայացնում, բայց դու միշտ պատասխանատու ես։ Ստեղծեք ազատության պատրանք, միաժամանակ պահպանելով իրավիճակի վրա լիակատար ազդեցություն։ Օրինակ, ասենք, քեզ պետք է, որ մարդը քեզ պատասխան տա այսօր, որ չդառնա վաղը, ասում ես, երբ պատասխան կտաս, կես ժամից թե 2 ժամից։ Ինքը մտածում է, որ ինքն է ընտրում։ Կես ժամ թե 2 ժամ, բայց երկուսն էլ քեզ ձեռ է տալի, որտեվ դու ուզում ես, որ հենց այսօր քեզ պատասխան տան։ Ու տեն շատ տարբերակներ կան։ Ես հիմա ուղղակի ընդհանուր պատկերացում ձեր համար կազմելու համար եմ, ընդհանրացած եմ այս ամեն ինչը ասում։ Հետագայում, երբ որ հարց կլինի, կարանք մանրամասնենք բոլոր այս օրենքները։ 32-ը։ Մարդիկ հակված են հավատալ երազանքներին, որոնք նրանց հույս են տալի ավելի լավ ապագայի համար։ Իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես օգտագործել ուրիշների ֆանտազիաները իրենց շահերի համար։ Օրենքի էությունը այն է, որ իրականությունն է, որ հաճախ ձանձրալի է ու դժվար, ու մարդիկ ուզում են ավելի շատ բան հավատալ։ Օգտագործեք այս կարիքը ստեղծելու պատրանքներ, որոնք համապատասխանում են նրանց ցանկություններին։ Այս թույլ կտա ձեզ շահել նրանց վստահությունը ու աջակցությունը։ Ինչու է սա կարևոր։ Ռացիոնալ փաստարկները հազվադեպ են մարդկանց այդքան հուզում, որքան վառ պատկերներն ու երազները։ Եթե նրանց երազանքը առաջարկեք, նրանք առանց վարանելու կհետևեն ձեզ։ Օրինակ, պատմությունից Բեռնարդ Միդովի Միացյալ Նահանգներից Խարդախի պատմությունից, որը ստեղծել է ներդրումային սխեմա, խաղալով մարդկանց հեշտ հարստանալու մասին ֆանտազիաների վրա։ Նրա խոստումները չափազանց լավն էին իրական լսելու համար, բայց հազարավոր մարդիկ հավատացին դրանց, որպես գործնական առաջարկի։ Պարզեք, թե ինչի մասին են մարդիկ երազում ու առաջարկեք նրանց մի կերպար, որը համապատասխանում է նրանց ցանկություններին։ Ու մի փորձեք ոչնչացնել նրանց պատրանքները։ Տվեք նրանց այն, ինչին նրանք ուզում են հավատալ։ Իսկ ինչին են ուզում հավատալ։ Ասենք, օգտագործեք ձեր երազանքը որպես մոտիվացիայի ու վերահսկողության գործիք։ Հիմնական եզրակացությունը այն է, որ երազանքներն ու ֆանտազիաները հզոր զենքեր են ու ունեն ուժ։ Մարդիկ ուզում են հավատալ լավագույնին։ Եվ եթե դուք դառնաք նրանց այս հավատք տվողը, դուք կստանաք նրանց նվիրվածությունը։ Վերահսկեք նրանց ֆանտազիաները եւ նրանք կհետևեն ձեզ։ Օրենք 33։ Իմանալով յուրաքանչյուր մարդու թույլ կողմերը, յուրաքանչյուր մարդ ունի իր թույլ կողմերն ու խոցելիությունները։ Ստեն գծենք, որ իշխանության ու ազդեցության հասնելու համար պետք է սովորել գտնել այդ թույլ կողմերը ու հմտորեն օգտագործել դրանք։ Մարդիկ հաճախ որոշումներ են կայացնում հույզերի, այլ ոչ թե տրամաբանության վրա։ Եթե դուք գիտեք նրանց վախերը, ամբիցիաները կամ ցանկությունները, կարող եք նրանց վարքագիծը ճիշտ ուղղությամբ ուղղորդել։ Սա ձեզ դարձնում է վարպետ։ Ինչու է կարևոր հասկանալ մարդու թույլ կողմերը։ Դա քեզ հսկայական ուժ է տալիս ու թույլ է տալիս կանխատեսել նրա գործողությունները, նրան մոտիվացնելու կամ զինաթափելու համար։ Այս տեղեկատվությունը տիրապետող յուրաքանչյուր ոք միշտ մեկ քայլ առաջ է։ Պատմությունից օրինակ, հայտնի զորավար Ալեքսանդր Մակեդոնացին, վարպետ լինելով իր թշնամիների թույլ կողմերը իմանալու հարցում,
Նա գտնում էր նրանց թույլ կողմերը, լինի դա պատերազմի վախը, թե հարստությունը պահպանելու ցանկությունը, եւ օգտագործում էր դրանք իր հաղթանակի համար։ Գործնական խորհուրդ. դիտարկեք այն մարդկանց, որոնց հետ շփվում եք, ու ուսումնասիրեք նրանց վարքագիծը։ Որոշեք, թե ինչն է նրանց մոտիվացնում, վախեցնում կամ ոգեշնչում։ Օգտագործեք այս տեղեկատվությունը ռազմավարականորեն, ձեր նպատակներին հասնելու համար։ Հիմնական եզրակացությունը այն է, որ գիտելիքը ուժ է, իսկ մարդկանց թուլության մասին գիտելիքը ավելի լավ ուժ է։ Որքան շատ հասկանաք նրանց դրդապատճառները, այնքան ավելի հեշտ կլինի ձեր համար կառավարել իրավիճակը ու հաջողության հասնել։ Ուշադիր եղեք եւ ուրիշների թույլ կողմերը կդառնան ձեր առավելությունը։ 34. Եղիր թագավորական քո ձևով, վարվիր թագավորի պես եւ քեզ կընդունեն թագավորի պես։ Մարդիկ հակված են քո հետ վարվելը նենց, ինչպես դու ես ներկայացնում քեզ։ Ստե շեշտենք. եթե ուզում եք հարգված լինել ու ընկալվել որպես առաջնորդ, գործեք արժանապատվորեն ու վստահությամբ։ Կարծես դու արդեն թագավոր ես։ Օրենքի էությունը այն է, որ ձեր վարքագիծն է որոշում, թե ինչպես են ուրիշները ձեզ ընկալում։ Եթե դուք ցուցաբերում եք վստահություն ու ազնվություն, ինքնագնահատական, մարդիկ սկսում են ձեզ առաջնորդ տեսնել։ Ընդհակառակը, համեստությունը կամ անվստահությունը խաթարում է ձեր հեղինակությունը։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ հարգում են նրանց, ովքեր հավատում են իրենց եզրակացությանը։ Երբ դուք վարվում եք թագավորի պես, արդյոք ստեղծում եք ուժի ու վստահության աուրա։ Ինչն էլ ձեզ մոտ հետևորդներ է գրավում ու ամրապնդում է ձեր ուժը։ Պատմությունից մի օրինակ։ Նապոլեոն Բոնապարտը, նույնիսկ երիտասարդ սպա ալնելով, միշտ իրեն այնպես էր պահում, կարծես ծնվել էր մեծության համար։ Սա նրան թույլ տվեց ձեռք բերել իր զինվորների ու ընկերների հարգանքը ու աջակցությունը, ինչը հանգեցրեց նրան կայսրական գահին բարձրանալուն։ Գործնական խորհուրդ. խուսափեք նենց վարքից, որը խաթարում է ձեր ինքնավստահությունը։ Միշտ ցուցադրեք ուժ ու արժանապատվություն։ Ու մի թողեք, որ ուրիշները ձեզ նվաստացնեն կամ անհարգալից վերաբերվեն ձեզ։ Ստեղծեք ազնվականության ու հեղինակության մթնոլորտ ձեր շուրջը, նույնիսկ եթե դեռ չեք հասել գագաթնակետին։ Հիմնական եզրակացությունը այն է, որ իշխանությունը սկսվում է ընկալումից։ Եթե ուզում եք, որ ձեզ առաջնորդ ընկալեն, վարվեք նենց, կարծես արդեն իսկ առաջնորդ եք։ Ինքնավստահությունը ամենաարժեքավոր գործիքն է հաջողության ճանապարհին։ 35. Տիրապետեք ժամանակի կառավարման արվեստին։ Այս շատ կարևոր է։ Իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր վերահսկում են ոչ միայն գործողությունները, այլև ժամանակը։ Ստե շեշտ դնենք ժամանակի կառավարման վրա։ Սա հաջող ռազմավարության բանալի է։ Միշտ ապեք, բայց մի հետաձգեք։ Կարևոր որոշումները, որովհետև սա է օրենքի էությունը։ Համբերություն, ուժի այս ձևը գործելու համար պահի սպասելու ունակությունը, որը թույլ է տալիս խուսափել սխալներից եւ իրավիճակներին օգտագործել ձեր օգտին։ Շտապողականությունը կարող է հանգեցնել սխալների, իսկ չափազանց երկար սպասելը կարող է հանգեցնել կորցրած հնարավորությունների։ Ժամանակի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս իրավիճակը վերահսկողության տակ պահել, միշտ մեկ քայլ առաջ մնալով։ Օրինակ պատմությունից։ Միրուլիս Գրանտը հայտնի էր իր համբերատարությամբ ու ռազմավարական մտածողությամբ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ նա սպասում էր, որ մրցակիցները սխալ թույլ տան ու օգտագործում էր դա իր օգտին, ինչը հանգեցնեց նրան հաղթանակներին։ Գնահատեք իրավիճակները, երբ ավելի լավ է սպասել եւ երբ անմիջապես գործել։
Մի թողեք, որ ուրիշները թելադրեն ձեզ տեմպը։ Վերահսկեք ձեր ժամանակը։ Սովորեք տեսնել ձեր գործողությունների երկարաժամկետ հետևանքները ու համապատասխանաբար պլանավորել դրանք ճիշտ պահի համար։ Հիմնական եզրակացությունն այն է, որ ժամանակի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է իշխանության նկատմամբ վերահսկողություն, համբերություն, իսկ ռազմավարական պլանավորումը թույլ է տալիս գործել, երբ դա առավել օգտակար է։ Արագընթացությունն ու դանդաղկոտությունը հավասարապես վտանգավոր են։ Սովորեք գտնել ոսկե միջինը։ 36-ը Այս օրենքը շատ արհամարում, դու չես կարող անտեսել լավագույնը, վրեժը, երբեմն ամենախելացի որոշումը դա անտեսելն է։ Ստե շեշտենք, որ չվատնեք ձեր էներգիան այն բաների վրա, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը կամ որոնք դուք չեք կարող վերահսկել։ Արհամարանքն ու անտեսումը թշնամուն զրկում են իշխանությունից ու նշանակությունից։ Օրենքի էությունը այն է, որ երբ դուք ցույց եք տալիս ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը անհանգստացնում է ձեզ, դուք նրանց տալիս եք ձեր ուժի մի մասը։ Դե եթե դուք լիակատար անտարբերություն եք ցուցաբերում, դուք եք որոշում նրանց ուժը, ու դուք ինքներդ եք պահպանում վերահսկողությունը։ Անտեսելը հզոր գործիք է, որը գործում է առանց ջանքերի։ Ինչու է սա կարևոր։ Թշնամիների կամ անհաջողությունների վրա կենտրոնանալը հաճախ նրանց ավելի շատ ուժ է տալիս, քան նրանք արժանի են։ Իսկ ընդհակառակը դրանց անտեսումը ոչնչացնում է դրանց նշանակությունը ու ձեզ դարձնում է իրավիճակի նկատմամբ գերակա։ Պատմությունից մի օրինակ։ Վիկտորիա թագուհին քննադատությանն ու սադրանքներին դիմակայելու համար պարզապես անտեսում էր դրանք։ Նրա անվրդովությունը ստեղծում էր ուժեղ ու անվստահելի առաջնորդի կերպար։ Նրան իշխանությունն ամրապնդող գործնական խորհուրդը մի արձագանքեք մանր սանդրանքներին կամ վիրավորանքներին։ Սա միայն մեծացնում է դրանց կարևորությունը։ Անտարբերություն ցուցաբերելը մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են գրավել ձեր ուշադրությունը, իրենց գերազանցությունը պահպանելու համար։ Էներգիան ուղղվում է միայն այն բաներին, որոնք իսկապես կարևոր են ձեր նպատակների համար։ Հիմնական եզրակացությունը այն է, որ արհամարանքն ու անտեսումը վերահսկողության մի ձև են, ու նրանք ուժով հաղթահարում են ձեր թշնամիներին ու ցուցադրում են ձեր վստահությունն ու զորությունը։ Մի վախեցեք անտեսել այն, ինչը արժանի չէ ձեր ժամանակին ու էներգիային։ 37-ը Ստեղծեք անմոռանալի տեսարաններ, տպավորիչ ու հիշարժան պատկերներ։ Իշխանության հզոր գործիք։ Ստե ընդգծենք, որ մարդիկ տեսարաններն ավելի լավ են հիշում, քան խոսքերը, եւ որ դրանք կարող են ձեր մեջ ուժ ու նշանակություն ներարկել։ Օրենքի էությունը այն է, որ պայծառ ակնոցները կամ խորհրդանիշները ստեղծում են հզոր հույզեր, որոնք մնում են մարդկանց հիշողություններում։ Դրանք ստեղծում են երկարատև հարգանք, վախ կամ հիասմունք, ստիպելով մարդկանց կենտրոնանալ ձեր վրա։ Այսպիսի պատկերները ձեր ուժը դարձնում են շոշափելի եւ հիասմունք առաջացնող։ Ինչու է սա կարևոր։ Տեղեկատվությամբ լի աշխարհում տեսողական պատկերները ամենահիշարժանն են։ Եթե ուզում եք, որ ձեզ հիշեն եւ ասոցացնեն, ասենք իշխանության հետ, ստեղծեք ուժեղ տեսողական տպավորություններ։ Պատմությունից մի օրինակ։ Լուդովիկոս 15-ը արևարքան Վերսալան օգտագործեց որպես իր իշխանության տպավորիչ խորհրդանիշ։ Նրա հոյակապ պալատը եւ ուշադիր կազմակերպված տոնակատարությունները ցուցադրում էին նրա հարստությունը, զորությունն ու մեծությունը, ամրապնդելով նրա իշխանությունը։ Անկեղծ ասած, գործնական խորհուրդ։ Ստեղծեք պատկերներ ու խորհրդանիշներ, որոնք մարդկանց մոտ ուժեղ հույզեր են առաջացնում։ Օգտագործեք տեսողական նյութեր, ձեր ուժեղ կողմերն ու կարևորությունը ընդգծելու համար։
պատրաստվեք յուրաքանչյուր տեսարանին անմոռանալի տպավորություն թողնելու համար։ Հիմնական եզրակացությունն այն է, որ տեսարանը եւ խորհրդանիշները իշխանության լեզուն են։ Դրանք ավելի բարձր են խոսում, քան խոսքերը, եւ ավելի երկար են մնում հիշողության մեջ։ Թող ձեր գործողություններն ու պատկերները դառնան ձեր ուժի ու հմտության հստակ վկայություն։ 38. Մտածեք նենց, ինչպես ուզում եք, բայց գործեք ինչպես բոլորը։ Իսկական ուժը համակարգի մեջ լինելու ու անկախ մնալու ունակությունն է։ Ստե շեշտենք, թաքցրեք ձեր իրական համոզմունքներն ու մտքերը, հարմարվելով շրջապատի մարդկանց, բայց թույլ մի տվեք ինքներդ ձեզ տարանջատվել ամբողջի մեջ։ Օրենքի էությունն այն է, որ երբ դու վարվում ես նույն կերպ, ինչ բոլորը, դու դառնում ես համակարգի մի մասը ու խուսափում ես կասկածանքներից։ Այնուամենայնիվ, ձեր մտքերը կարող են մնալ անկախ եւ ռազմավարական, ինչը թույլ կտա ձեզ պահպանել իրավիճակի վերահսկողությունը։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ վախենում են նրանցից, ովքեր չափազանց տարբեր են։ Ձեր եզակի հայացքները ցուցադրել կարող են նախանձ, հրահրել, վախ կամ թշնամանք։ Ընդհակառակը, եթե դուք արդակուստ արդարացնում եք սպասումները, ապա պահպանում եք ռեսուրսների ու ազդեցության հասանելիությունը։ Եկեղեցու հետ կոնֆլիկտից խուսափելու համար Գալիլեոն հրապարակավ հրաժարվավ իր գիտական համոզմունքներից, բայց շարունակեց զարգացնել իր գաղափարները գաղտնի։ Սա նրան թույլ տվեց փրկել իր կյանքը ու թողնել գործնական առաջարկություններին գիտական ժառանգություն։ Գտեք հավասարակշռություն ձեր հայացքների ու հասարակության սպասումների միջև։ Երբեմն մի ցույց տվեք, թե ինչ եք մտածում։ Հակառակ դեպքում դա կարող է կոնֆլիկտ կամ կասկածանք առաջացնել։ Օգտագործեք ձեր հարմարվելու ունակությունը որպես գործիք երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։ Հիմնական եզրակացությունը այն է, որ մտածեք ազատ, բայց գործեք զգուշ։ Արտաքին սպասումներին համապատասխանելը թույլ է տալիս պահպանել ռեսուրսների ու կապերի հասանելիությունը, միառժամանակ մնալով անկախ ձեր մտածողության մեջ։ Այս հմտությունը պաշտպանում է ձեզ ավելնորդ հակամարտություններից ու ամրապնդում է ձեր ուժը։ 39. Պղտորեք ջրերը ձուկ որսալու համար։ Քաոսն ու խառնաշփոթը իշխանության արդյունավետ գործիքներն են։ Ստե նշենք, որ երբ դուք խառնաշփոթ եք ստեղծում, մարդիկ կորցնում են կենտրոնացումը, սխալներ են թույլ տալիս ու խոցելի են դառնում։ Սա մանիպուլյացիաների համար իդեալական ժամանակ է։ Օրենքի էությունը այն է, որ մարդիկ հակված են ավելի վատ որոշումներ կայացնել, երբ շփոթված են կամ ստրեսի մեջ են։ Անորոշություն ստեղծելով դուք առավելություն եք ստանում ու կարող եք նրանց գործողությունները ուղղորդել ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։ Ինչու է կարևոր, որ մինչև ձեր թշնամիները կամ մրցակիցները զբաղված են քաոսի դեմ պայքարով, դուք պահպանեք պարզություն եւ վերահսկողություն։ Քաոսը շեղում է։ Մարդկանց ուշադրությունը թուլացնում է նրանց կենտրոնացումը ու նրանց ավելի զգայուն է դարձնում ձեր գործողությունների նկատմամբ։ Օրինակ պատմությունից։ Մարտերում ստիպելով ձեր թշնամիներին արձագանքել կեղծ մանևրներին, սա կհանգեցնի քաոսի նրանց շարքերում, ինչը թույլ կտա նրան հեշտությամբ հաղթանակներ տանել։ Գործնական խորհուրդը այն է, որ իրավիճակներին ավելացրեք անակնկալի տար ուրիշներին շփոթեցնելու համար։ Օգտագործեք հակասական տեղեկատվություն կամ կարմիր ծովախեցգետիններ, փոխաբերական իմաստով ասած, անորոշություն ստեղծելու համար ու միշտ պահպանեք ձեր սեփական հանգստությունն ու վերահսկողությունը, նույնիսկ երբ շուրջը քաոս է։ Հիմնական եզրակացությունն այն է, որ իշխանության գործիքը խազն է, եւ խառնաշփոթ ստեղծելով դուք թույլատնում եք ձեր
թշնամիներին ու վերահսկում եք իրավիճակը։ Որքան քիչ պարզություն ունեն ուրիշները, այնքան ավելի շատ իշխանություն ունեք դուք։ 40. Մերժեք արհամարանքով, անվճար ճաշերը։ Ամեն ինչ, որ անվճար է, ունի թաքնված գին։ Ստե ընդգծենք, անվճար առաջարկները հաճախ ենթադրում են մանիպուլյացիա կամ ձեր անկախության կորուստ։ Մերժեք նրանց ձեր պատիվն ու իշխանությունը պահպանելու համար։ Անվճար ճաշերը, նվերները կամ ծառայությունները հաճախ կրում են թաքնված պարտավորություններ։ Դրանք ընդունելով դուք կախվածության մեջ եք ընկնում նրանցից, ով դրանք տրամադրում է, եւ կորցնում եք ձեր վերահսկողության մի մասը։ Իսկական ուժը կայանում է ինքնաբավ լինելուն եւ պարտքերի մեջ չլինելու մեջ։ Ինչու է սա կարևոր։ Անվճար բաներ առաջարկող մարդիկ հաճախ փնտրում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկելու միջոց։ Անկախությունն ու ձեր որոշումների նկատմամբ վերահսկողությունը անհնար է, եթե դուք ձեզ պարտավորված եք զգում ինչ-որ մեկի նկատմամբ նրա առատաձեռնության համար։ Պատմությունից մի օրինակ։ Երբ հռոմեացի հրամանատար Ֆաբիոս Մաքսիմուսը դաշնակիցներից անվճար ռեսուրսների առաջարկ ստացավ, նա հրաժարվեց, գիտակցելով, որ դրան կհաջորդի քաղաքական կախվածություն։ Նրա մերժումը պահպանեց նրա ազատությունը ու ամրապնդեց նրա իշխանությունը։ Գործնական խորհուրդ. միշտ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ է թաքնված առաջարկի հետևում։ Հրաժարվեք անվճար բաներից, եթե դրանք կարող են ձեզ կախվածության մեջ գցել։ Մնացեք հավատարիմ ձեր ռեսուրսներին անկախությունն ու վերահսկողությունը պահպանելու համար։ Գլխավոր եզրակացությունը այն է, որ անվճարը հաճախ ամենաթանկն է։ Մերժեք կասկածելի առաջարկները ու պահպանեք ձեր ազատությունը։ Անկախությունը իշխանության հիմքն է, եւ այն չի կարող փոխարինվել հեշտ շահույթի պատրանքով։ 41. Փորձեք չհետևել մեծերին։ Անցյալի մեծությունը կարող է ստվերել ձեր սեփական նվաճումները։ Ստե շեշտենք, որ իշխանություն ձեռք բերելու համար մի կրկնեք մեծ նախորդների ուղին։ Ստեղծեք ձեր սեփական եզակի ժառանգությունը։ Իսկ այս օրենքի էությունը այն է, որ մեծ մարդկանց հետևելը կամ նրանց նվաճումները պատճե անելը ձեզ դարձնում է անցյալի ստվերը։ Առանձնանալու համար դուք պետք է կտրվեք նրան ժառանգությունից ու ստեղծեք ձեր սեփական ուղին, որը կոգեշնչի ուրիշներին։ Ինչու է սա կարևոր։ Մարդիկ հակված են ձեզ համեմատել մեծերի հետ։ Եթե դուք հետևեք նրանց հետքերին, նման համեմատությունը հաճախ ձեր օգտին չի։ Ուշադրություն գրավող ու հարգանք պահանջող հատկանիշը եզակիությունն է։ Պատմությունից օրինակ։ Ալեքսանդր Մակեդոնացին չփորձեց կրկնել իր հոր Ֆիլիպ II թագավորի ուղին։ Փոխարենը նա սկսեց աշխարհի իր նվաճումը, ստեղծելով մի կայսրություն, որը գերազանցեց իր նախորդի նվաճումները։ Գործնական խորհուրդ. գտեք միջոց առանձնանալու ու ստեղծելու ձեր սեփական յուրօրինակ պատմությունը։ Հարգեք ձեր մեծ նախորդներին, բայց մի թողեք, որ նրանց ժառանգությունը ստվերի ձեր նվաճումները։ Մշտապես հիշեցրեք մարդկանց, որ ձեր ուղին նոր եւ եզակի է։ Հիմնական եզրակացությունը այն է, որ չդառնաք անցյալի պատճեն։ Մեր նախորդները կարող են ոգեշնչել մեզ, բայց իրական ուժը գալիս է նրանց, ովքեր ստեղծում են ինչ-որ յուրահատուկ բան։ Թողեք ձեր հետքը, որ կլինի ձեր փոխարեն խոսող օրենք։ 42. Հարվածեք հովին եւ հոտը կցրվի։ Խումբ կամ շարժում ոչնչացնելու համար մի կռվեք դրա անդամների հետ։ Կենտրոնացեք առաջնորդի վրա։ Ստե ընդգծենք, որ հիմնական գործչի հեռացումը խմբին զրկում է նպատակներից ու ուղղությունից։
Օրենքի էությունը այն է, որ առաջնորդը ցանկացած խմբի իշխանության կենտրոնն է։ Երբ դուք հեռացնում եք առաջնորդին, խմբի անդամները կորցնում են մոտիվացիան ու համակարգված գործելու ունակությունը, իսկ թշնամին դառնում է անկազմակերպ ու թուլանում է։ Ինչու է կարևոր պայքարել խմբի կամ ամբոխի դեմ։ Կենտրոնանալով առաջնորդի վերացնելու վրա, դուք խաթարում եք ամբողջ կառույցը, այն թողնելով անօգնական։ Պատմությունից մի օրինակ։ Հռոմեացիները ապստամբ ցեղերի դեմ կռվելիս օգտագործում էին իրենց առաջնորդներին վերացնելու մարտավարությունը։ Ու սա անմիջապես հանգեցնում էր դիմադրության քայքայմանը, քանի որ առանց առաջնորդի ցեղերը պառակտվում էին։ Գործնական առաջարկություն. որոշեք, թե ով է այն խմբի առաջնորդը կամ ազդեցության կենտրոնը, որի դեմ գործում եք։ Կենտրոնացեք առաջնորդի հեռացումից հետո վարկաբեկման կամ մեկուսացման վերացման վրա։ Օգտագործեք խմբի անկազմակերպված լինելը ձեր օգտին։ Հիմնական եզրակացությունը այն է, որ առաջնորդը ցանկացած խմբի կամ շարժման հիմքն է։ Հեռացնելով հովին, հոտը կցրվի։ Սա հաղթելու ավելի արդյունավետ միջոց է, քան խմբի յուրաքանչյուր անդամի հետ պայքարելը հերթով։ 43. Նվաճեք ձեր շրջապատի մարդկանց սրտերն ու մտքերը։ Իրական ուժը հիմնված չէ վախի, այլ սիրո ու հիասմունքի վրա։ Ստե շեշտենք, որ ձեր ազդեցությունը ամրապնդելու համար նվաճեք մարդկանց սրտերն ու մտքերը, ոգեշնչելով նրանց, ձեր կողմը գրավելով։ Մարդիկ ավելի պատրաստակամ են հետևել նրանց, ում մեջ դրական հույզեր է առաջանում։ Վախը կարող է ժամանակավորապես շտկել այն, բայց իսկական հավատարմությունը ծնվում է հարգանքից ու հիացմունքից։ Սրտերն ու մտքերը նվաճելով դուք ամուր հիմք եք ստեղծում ձեր ուժի համար։ Ինչու է սա կարևոր։ Երկարաժամկետ ազդեցությունը հնարավոր է միայն այնպիսի հուզական կապ հաստատելու միջոցով, որտեղ մարդիկ հարգում են և ոգեշնչվում են ձեզանով։ Նրանք դառնում են ավելի հավատարիմ ու պատրաստ են աջակցել ձեզ նույնիսկ դժվարին ժամանակներում։ Պատմությունից մի օրինակ։ Կայսր Օգոստոսը գիտեր, թե ինչպես գրավել հռոմեացիների սրտերը, ստեղծելով տոներ, բարելավելով հանրային ենթակառուցվածքները և աջակցելով արվեստին։ Սա նրան դարձրեց Հռոմի պատմության ամենահարգված ու սիրված կառավարիչներից մեկը։ Գործնական խորհուրդ. պարզեք, թե ինչն է կարևոր ձեր հետևորդների համար ու ցույց տվեք, որ կիսում եք նրանց արժեքները։ Օգտագործեք հմայքն ու խարիզման մարդկանց գրավելու համար։ Արեք ժեստեր, որոնք ցույց են տալիս ձեր հոգատարությունն ու հետաքրքրությունը շրջապատի մարդկանց բարեկեցության նկատմամբ։ Հիմնական եզրակացությունը այն է, որ սիրտն ու միտքը ուժի հիմքն են։ Արժանացեք մարդկանց հարգանքին ու ոգեշնչմանը, և նրանք կաջակցեն ձեզ անկեղծ նվիրվածությունից դրդված։ Նրանք վախից կամ եսասիրությունից դրդված են, այն չի։ Ավելի լավ է դուք գրավեք նրանց սիրտն ու միտքը։ 44. Զինաթափվեք և զայրացրեք հայելային էֆեկտով։ Հայելային էֆեկտը հզոր մանիպուլյացիոն գործիք է։ Ստե շեշտենք, թշնամու գործողությունները կամ վարքագիծը ընդունակելու վրա է այս հայելային էֆեկտը։ Կարող եք նրան հավասարակշռությունից հանել, ստիպելով կասկածել ինքն իր վրա կամ կորցնի վերահսկողությունը։ Մարդիկ պատրաստ չեն այն փաստին, որ իրենց վարքագիծը կարտացոլվի։ Սա ստեղծում է անհարմարություն ու անկախատեսելիության զգացողություն, ինչը նրանց մոտ կենտրոնացման կորստի պատճառ է դառնում։ Ընդհակառակը, դուք պահպանում եք նախաձեռնականություն ու վերահսկողություն։ Ինչու է կարևոր այս իմիտացիան։ Դա կարող է լինել թե մանիպուլյացիայի մի ձև, թե թշնամուն զինաթափելու միջոց։ Այն մարդկանց ստիպում է տեսնել իրենց թույլ կողմերը ու նրանց դարձնում է խոցելի։
այս հայելու էֆեկտը։ Ինչպես նաև կարող է ստեղծել հիացմունք կամ մտերմության զգացում, եթե ռազմականորեն օգտագործվի։ Պատմությունից մի օրինակ։ Գեներալ Լին օգտագործել է արդյոք հայելու տակտիկան մարտերում։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հակառակորդների մանևրները կրկնօրինակում էր, նրանց ապակողմնորոշում էր ու թույլ տվեց այդ առավելություն ստանալ մարտերում։ Գործնական խորհուրդ. կրկնել թշնամիների վարքը նրանց շփոթեցնելու համար։ Օգտագործեք իմիտացիան որպես գործիք վստահություն ձեռք բերելու կամ միասնության պատրանք ստեղծելու համար։ Զգույշ եղեք, հայելային մոտեցումը պետք է լինի ռազմավարական, այլ ոչ թե ակնհայտ։ Ու կարևոր եզրակացություն. հայելու էֆեկտը բազմակողմանի գործիք է, որը կարող է շփոթեցնել, զինաթափել կամ ուրախացնել թշնամուն։ Օգտագործեք նախաձեռնությունը պահպանելու ու ձեր ազդեցությունը մեծացնելու համար։ 45. Քարոզեք փոփոխության անհրաժեշտությունը, բայց չափազանց մի տարվեք բարեփոխումներով։ Փոփոխությունը անխուսափելի է, բայց չափազանց արմատական կամ չափազանց հաճախակի բարեփոխումները կարող են դիմադրություն առաջացնել։ Ստեղծենք, որ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր հասկանում են, թե ինչպես աստիճանաբար փոփոխություններ մտցնել, առանց քանդելու հաստատված կարգը։ Օրենքի էությունը այն է, որ մարդիկ հակված են դիմադրել փոփոխություններին, հատկապես եթե դրանք ազդում են իրենց սովորությունների և հարմարավետությունների վրա։ Քարոզեք փոփոխության անհրաժեշտությունը, ցույց տալով դրա անխուսափելիությունն ու օգուտները, բայց մի քանդեք հին կառուցվածքները կտրուկ և արմատապես։ Ինչու է սա կարևոր։ Կտրուկ փոփոխությունները դժգոհություն ու վախ են առաջացնում, նույնիսկ եթե դրանք օբյեկտիվորեն օգտակար են։ Շատ ավելի արդյունավետ է նորարարությունները ներդնել ուշադիր ու աստիճանաբար, որպեսզի մարդիկ սովորեն դրանց ու սկսեն ընկալել դրանք որպես բնական։ Պատմությունից մի օրինակ։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-ը փորձեց չափազանց արագ իրականացնել արմատական փոփոխություններ, բարեփոխումներ, ինչը դժգոհության ալիք առաջացրեց ու ի վերջո հանգեցրեց նրա անկմանը։ Ի հակադրություն Նապոլեոնի բարեփոխումները աստիճանաբար իրականացվեցին, որը թույլ տվեց նրան ամրապնդել իր իշխանությունը։ Գործնական խորհուրդ. բացատրեք փոփոխության անհրաժեշտությունը, այն կապելով երկարաժամկետ կայունության կամ օգուտի հետ։ Իրականացնել բարեփոխումները փուլ առ փուլ դիմադրությունը նվազագույնի հասցնելու համար։ Թողեք հին պատվերի մի մասը, որպեսզի մարդիկ կապված զգան անցյալի կարևորագույն ուտեսի հետ։ Փոփոխությունը պետք է լինի զգույշ և ռազմավարական։ Քարոզեք նորարարության անհրաժեշտությունը, բայց այն կիրառեք այնպես, որ պահպանվի նորարարության ու ծանոթ եղածի միջև հավասարակշռությունը։ Մարդիկ ավելի լավ են ընդունում փոփոխությունը, եթե այն զգացվում է որպես էվոլյուցիա, այլ ոչ թե հեղափոխություն։ 46. Ոչ մի դեպքում չպետք է չափազանց կատարյալ թվաք։ Կատարելությունը նախանձ է առաջացնում, իսկ նախանձը վտանգավոր թշնամի է։ Ստե շեշտենք, որ իշխանությունը պահպանելու համար մի ցուցադրեք բացարձակ կատարելություն։ Հակառակ դեպքում դուք կդառնաք հարձակումների թիրախ։ Այս օրենքի իմաստը այն է, որ մարդիկ հաճախ ատում են նրանց, ովքեր թվում են չափազանց կատարյալ։ Նրանք կփնտրեն ձեր հեղինակությունը խաթարելու կամ ձեր թույլ կողմերը գտնելու եղանակներ։ Քո մարդկային կողմը կամ փոքր թերությունները ցույց տալու կարողությունը քեզ ավելի հասկանալի է դարձնում ու հեշտ շփվել ուրիշների հետ։ Ինչու է սա կարևոր։ Կատարելությունը պատնեշ է ստեղծում ձեր ու ուրիշների միջև։ Երբ դուք կատարյալ տեսք ունեք, մարդիկ սպառնալիք են զգում ու նախանձում են։ Ընդհակառակը պատմությունից մի օրինակ ասեմ։
համակրանք եւ վստահություն են առաջացնում այն կայսրը կատարյալ թվալու իր անհավասար փորձերի պատճառով կորցրեց ժողովրդի աջակցությունը։ Իսկ նրա ամբարտավանությունն ու բացարձակ իշխանության ձգտումը ատելություն առաջացրին, ինչը հանգեցրեց նրա անկմանը։ Մի վախեցեք ցույց տալ ձեր թույլ կողմերը կամ ընդունել փոքր սխալները, սա ձեզ ավելի մարդկային է դարձնում։ Եվ դուք գիտեք, թե ինչպես կիսվեք ձեր նվաճումներով ուրիշների հետ խուսափելու նախանձից։ Թողեք տեղ աճի համար։ Ցույց տվեք, որ սովորում եւ կատարելագործվում եք։ Հիմնական եզրակացությունը այն է, որ կատարելությունը միրաժ է, որը նախանձ ու մեկուսացում է առաջացնում։ Բավականաչափ լավը եղիր հարգանք ներշնչելու համար, բայց տեղ թող քո թուլությունների համար, ուրիշների համակրանքն ու աջակցությունը պահպանելու համար։ 47. Մի գերազանցիր քո նախատեսված նպատակը։ Հաղթիր իմանալով, թե երբ կանգ առնել։ Իսկական ուժը կանգ առնելու ժամանակը իմանալու մեջ է։ Ստե շեշտենք, որ ագահությունը կամ ավելիին հասնելու ցանկությունը կարող է հանգեցնել անկման։ Եթե դուք չգիտեք, թե ինչպես վերահսկել ձեր նկրտումները։ Օրենքի էությունը այն է, որ հաղթանակից հետո գալիս է մի պահ, երբ դու պետք է դադարեցնես հարձակումը։ Եթե դուք շարունակեք առաջ շարժվել հաշվի չառնելով հանգամանքները, դուք ռիսկ եք դիմում սպառնալ ձեր ռեսուրսները կամ բախվել ինչ-որ անկախանտեսելի խնդիրների։ Դրա համար հաջողության գագաթնակետին կանգ առնելու ունակությունը իմաստության ու ռազմավարական մտածողության ցուցանիշ է։ Ինչու է սա կարևոր։ Ագահությունն ու չափազանց մեծ ամբիցիաները հաճախ հանգեցնում են աղետների։ Հաղթանակը պետք է ուշադիր պլանավորվի ու իրականացվի ճիշտ պահին։ Եթե չափը անցնեք, ձեր նվաճումները կարող են ոչնչացվել։ Մի պատմությունից օրինակ։ Էլի Ալեքսանդր Մակեդոնացին շարունակեց իր նվաճումները, չնայած իր բանակի հոգնածությանը։ Ի վերջո նրա նկրտումները հանգեցրին զինվորների հիասթափությանը ու նրանք ապստամբեցին նրա դեմ, ինչը դադարեցրեց նրա կայսրությունը։ Գործնական խորհուրդ, եղեք հստակ, սահմանեք ձեր նպատակները եւ իմացեք, թե երբ ունեք բավարար միջոցներ կանգ առնելու համար։ Մյուս անգամ մի ուրիշ թեմայի ձեր հետ կկիսվեմ։ Լավ եղեք, հայր ջան, ու էլի եմ խնդրում, հաշտվեք իրար հետ, համերաշխության կոչեր իրար արեք, մի նայեք ում մոնքական եք, ինչա ոնցա, ընդե ինչ արվում է, գնացեք ձեր ընտրության ժամանակ ընտրեք ձեր ուզած մարդուն, ու էլի կանցավ, չանցավ, դուք ձեր աղբոր հետ նորից համերաշխ ապրեք, մի տան մեջ ծանոթ մարդ է, էլի դրա համար եմ նորից երկրորդ անգամ ասում, երկու աղբեր իրար հետ չեն խոսում, ինչա այնի նրանցոնքական են, կամ մեկը սևա, մեկը սպիտակա։ Դրա համար այդ ընտրության պահին հարց չկա, գնացինք, ընտրինք ու եկանք մեր էլի գործերին, մեկը իշխանությանը պետք են հոգնած, սոված, զբաղված հասարակություն, ձեր ցավը տանը, միշկամ էլ որ դուք կախվածություն ունենաք, հա էլի ընտրելուց գնացեք ձեր ուզած մարդուն ընտրեք, որտեվ տենց է պետք, բայց հետո նորից մնանք հայ, էլի իրար օգնենք, որ չհոգնենք, լավ մնացեք, մինչև տենանք ցավները տանը։